Հայ զտարյուն։ Այո, ես եմ որպես հատուկ եկել են ներկա գտնվեն ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի կուսակցության հանրահավաքի։ Սպասելիքներ ունեք եւ այսօրվա հանրահավաքից եւ առաջիկա ընտրությունների հետ կապված Սամվել Կարապետյանի ներուժի հետ հնարավորությունների։ Նախ առաջին արձանագրենք, որ մամար նաև հետաքրքիր բաներ, որ բեմը տեղափոխվել է այլ վայր։ Քաղաքական բոլոր ուժերը, որ հավաքվում էին, փորձում էին, այս կողմն է ձախ։ Հիմա այս բեմի տեղափոխում էին պատկերացման, բավականաբար խոսման դրա մասին, որ նոր ուժը, նոր ձևով ուզում իր գործունեությունն իրականացնել։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ես միակ իմ հույսը մնացել է այս ընտրությունները ու այս քաղաքական ուժը նաև հույս ունեմ նաև Հայաստան դաշինքի հետ կապված, բայց ավելի շատ հույսս Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանն է, որտեղ էլ շահարկելու տեղ էս ազգակործան իշխանությունը, որ այսօր Հայաստանում է, շահարկելու տեղ չունի, հներ, հալանչիներ, այսինքն ժողովրդի են գիտակից մասը, որը որ չնայած անտարբեր էին, հիմա էլ չունեն պատճառաբանություն, որ մենք հներին չենք ընտրի, ես հին եմ, իմ համար հին հասկացությունը ամեն ձևով դրական է, բայց շահարկման համար եմ ասում, այլևս շահարկելու տեղ չի մնում, այդ անտարբերներն էլ պետք է հասկանան, որ մեր փրկությունը մնացել է քաղաքական ուժին սատարկանելու, նաև հունիսի 7-ին մեր խոսքը ասելու, այլապես Հայաստանի վերջի հույսն է, այլապես կորցնելու ենք մենք մեր պետականությունը։ Իշխանությունները ասում են, եթե իրենք չլինեն, Հայաստանի վրա նորից Ադրբեջանը կհարձակվի, պատերազմ կլինի, եթե ընտրվի որևէ ընդդիմադիր ուժ, չեք վախենում։ Նախ ասեմ, որ շահարկում են իրենք 8 տարի լինելով իշխանության 3 պատերազմ են բերել։ Իրանք պատերազմ բերող են։ Նիկոլը 20 թվին արհեստական ստեղծեց պատերազմը, հրահրեց պատերազմը 20 թվականին։ Տվեց Արցախը, նախապես պայմանավորված լինելով հանդերձ, որտեղ ես չեմ մոռանա 19 թվականին Լապշինի ձայնագրությունը, որ Հոխիկյանը հրապարակեց։ Դա մեկ, երկրորդը պատերազմի ժամանակ, որ ստեղծեց քաոս, անկառավարելի իրավիճակ ու հրամցրեց սկուտերի վրա Արցախը Ադրբեջանի։ Շարունակությունը տեսանք, այսօր 240 կիլոմետր գտնվում է Ադրբեջանի իշխանության ներքո, Հայաստանի տարածք։ Եվ ասեմ, որ այն բարձունքներն են, որոնք գերիշխող նշանակություն են ստրատեգիական։ Այս մարդը, այս Լևոն Տեր-Պետրոսյանը ոնց էր ասել, ազգակործան պատուհաս։ Իսկականից ազգակործան պատուհասը Հայաստանի վերջին մնացորդը մեծ Հայաստանից, որ ընդամենը 300,000-ից մնացել է 30,000 էլ չէ, 27,000-ի այ չասեք, 28-ից։ Հիմա այս մի կտորն էլ տարբեր ձևերով կտրատելով հրամցնում է Ադրբեջանին, որ եթե այս ընտրություններում մենք հաջողության չհասանք, կունենանք արևմտյան Ադրբեջան Հայաստանի տեղը։ Այդ էլ կհրանցնի Մեղրի միջանցքով, այդ Տրամպի ուղի էր դրել։ Ես հարտամ ասում, որ Իրանը կարողացավ պայքարելով ապահովել իր երկրի անվտանգությունը, նա մեր երաշխիքն է Իրանը։ Եվ համոզված եմ, եթե մենք կարողացանք հունիսի 7-ին մեր ժողովուրդը ոտքի կանեց, հունիսի 7-ին իր խոսքն ասեց ու այս ազգակործան պատուհասին զրկեց իշխանությունից, այդ ՔՊ-ն, որ քանդող պայմանագիր է, պետությունը քանդող, ախր նայեք նրանց սիմվոլն է, թուրքական սիմվոլ է, որ քաղաքական կուսակցության սիմվոլ այդ ձեռքը, իրենց բոլոր գործողությունները, սրտիկը, բոլորը թուրքերից վերցրած է, նայեք նրանց անցյալն ու ներկան, հնարավոր չի այլևս այս վերջի հույսը մեր բաց թողել։ Իմ միակ կարծիքը սա է։ Շնորհակալ եմ շատ։